Մեզ հետևող հարգելի քաղաքացիներ, մենք շարունակում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովից ուղիղ եթերով հեռարձակումները, մեզ է միացել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական եւ կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը, ով կամփոփի օրվա ընթացքում ստացված ենթադրյալ խախտումների վերաբերյալ ահազանգերը։ Համեցեք Տիկին Վարագյան։ Շնորհակալ եմ։ Նախ նշեմ, որ այսօր հիմնականում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը անդրադարձել է այն բոլոր արձագանքներին, դիմումներին, բողոքներին, ահազանգերին, որոնք մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում են եւ հիմնականում իրականացրել է ուսումնասիրություններ մարդու ընտրելու իրավունքի իրացման շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Եվ այսպես արձագանքը եւ ահազանգերը եղել են 112-ը, որից 65-ին դրական լուծումներ են տրվել եւ նշեմ, որ հիմնականում այդ խնդիրները վերաբերել են ընտրողների ցուցակներին, այսինքն նաեւ տեղամասերը, ովքեր չեն կարողացել իրենց տեղամասերը գտնեն, տեղամասի գտնվելու վայրերի խնդիրն է եղել, ծանուցման, ընտրողների իրենց տեղամասերի վերաբերյալ ծանուցումներ ուղարկելու հետ կապված խնդիրներ են արձանագրվել, նաեւ եղել են խնդիրներ շրջիկ արկղով քվեարկություն կազմակերպելու հնարավորության վերաբերյալ հարցեր, արձագանքը եղել է նաև հիմնականում ձերբակալված անձանց պահելու վայրերում քվեարկություն կազմակերպելու, ստացիոնար բուժհաստատությունում քվեարկություն կազմակերպելու վերաբերյալ հարցերին, ըստ էության խնդիրները հիմնականում վերաբերվել են այս հարցերին։ Նաև եղել են հարցեր, որոնք որ անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետին են վերաբերվել, նաև եղել են հաշվառում չունեցող ընտրողների, այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների ընտրելու իրավունքի իրացմանը վերաբերող հարցեր։ Այսինքն հիմնական հարցերը, որոնք որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հասցեագրվել են, վերաբերել են զուտ այս նմանատիպ խնդիրներին։ Բոլոր այն հարցերը, որոնք որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ եկել են աշխատակազմ, սակայն չեն եղել մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շրջանակներում, դրանք հիմնականում վերահասցեագրվել են կամ հասցեագրվել են իրավասու պետական մարմիններին։ Նաև նշեմ, որ բոլոր այն խնդիրները, որոնք որ բարձրաձանվել են, հարցերը, հանգամանքները, որոնք մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հասցեագրվել են, դրանք նաև համագործակցված աշխատանքի արդյունքում են ստացել իրենց դրական լուծումը, այսինքն համագործակցություն իրականացվել է շատ արդյունավետ համագործակցություն կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, հակակոռուպցիոն կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության հետ եւ նաև իրավասու այլ պետական մարմինների հետ է եղել համագործակցությունը։ Բացի կենտրոնական մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին թեժ գծով ստացված ահազանգերին, նաև ուսումնասիրվել է զանգվածային լրատվության միջոցներով ստացված մշտադիտարկման արդյունքում իրականացված աշխատանքներին ու հրապարակումներին ենք ծանոթացել, մոտ 510 հրապարակում, որոնց վերաբերյալ եւս պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից եւ նաեւ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեփական նախաձեռնությամբ եւս սկսել է ուսումնասիրություն իրականացնել։ Հիմնականում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այսօրվա ամփոփումը կարող ենք ասել, որ հիմնականում այսպիսինն էր, երևի թե այսքանով ես ամփոփումը կավարտեմ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Վարագյան, եթե հարցեր չկան, ձեզ շնորհակալություն հայտնենք եւ ներքին գործերի նախարարության մեր գործընկերոջը հրավիրենք հաջորդ բանախոսության համար։ Շնորհակալություն։ Համեցեք պարոն Հովսեփյան։ Հարգելի քաղաքացիներ, մեզ է միացել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեաբանական վերլուծության եւ իրավապահ համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը, պարոն Հովսեփյանն այսօր միացել են մեզ նաեւ օրվա սկզբին եւ ներկայացրել է մինչ քվեարկության օրը ստացված դիմումների ընթացքի մասին տեղեկատվությունը, այժմ պարոն Հովսեփյանը կամփոփի քվեարկության օրվա ընթացքում եղած դիմումները։ Համեցեք պարոն Հովսեփյան։
Շնորհակալություն։ Այսօր, ինչպես նշեցիք, առավոտյան ներկայացրել էինք ազգային ժողովի հերթական համապետական ընտրություններին ընդառաջ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացված կազմակերպչական միջոցառումները, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերված հանցագործության դեպքերը։ Այժմ ներկայացնեմ այսօրվա ընթացքում արձանագրված դեպքերը, որոնք ամփոփվել են ժամը 22:00-ի դրությամբ։ Ընդհանուր առմամբ ժամը 22:00-ի դրությամբ արձանագրվել է ընտրական բնույթի 79 առերևույթ հանցագործության դեպք, որոնցից 41-ը մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի դեպքեր են, 29-ը քվեարկության գաղտնիությունը խախտելու, 6-ը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, 2-ը ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելու, 2-ը ընտրակաշարք տալու, 1-ը սառը զենք կրելու, 1-ը խուլիգանության և 1-ը ֆիզիկական ներգործության դեպքեր են։ Վերը նշված դեպքերի կապակցությամբ կազմվել են պատշաճ հաղորդումներ, որոնք ուղարկվել են նախաքննական մարմին։ Ընդհանուր առմամբ վերը նշված դեպքերով ձերբակալվել է 18 անձ։ Ժամը 22-ի դրությամբ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 8767 թեժ գծին ստացվել է 619 զանգ, որոնց մեջ ներառված են ինչպես տեղեկատվություն հայցելու վերաբերյալ զանգերը, այնպես էլ ստուգման ենթակա զանգեր։ Բոլոր զանգերին տրվել է պատշաճ ընթացք, ներկայումս 338 զանգ ստուգման փուլում են։ Հակիրճ այսքանը, հետագայում առավել ճշգրտված տեղեկություններ կհրապարակենք մեր կայքում։